Շատ դեպքերում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարևորություն ներկայացնող մի շարք փաստաթղթեր կամ չեն հասցրել վերցնել, կամ կորցրել են տեղահանման ճանապարհին, կամ դրանից հետո։ Վերոնշյալ հանգամանքների պատճառով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մոտ հաճախ հանդիպում է օրինակ ծննդյան, աշխատանքային ստաժի, մահվան, հայրության ճանաչման եւ այլ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման անհրաժեշտություն, ելնելով այն հանգամանքից, որ բռնի տեղահանված անձանց մոտ մեծաթիվ դեպքերում բացակայում են այն փաստաթղթերը, որոնցով որոշվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը, Սահմանադրական հետազոտությունների կենտրոնի հրապարակած այս տեսանյութը նվիրված է հենց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մոտ գրեթե համատարած հանդիպող այդ խնդիրների լուծման ուղիներ առաջարկելու։ Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերն այն փաստերն են, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը։ Օրինակ ազգակցական հարաբերությունների առկայության, հայրության ճանաչման, մահվան ճանաչման վերաբերյալ փաստերը եւ այլն։ Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար անձը պետք է դիմում ներկայացնի Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կայացության ակտերի գրանցման գործակալություն։ Օրինակ մահվան պետական գրանցման համար կամ այլ համապատասխան իրավասու պետական մարմին, օրինակ աշխատանքային գրքույկի կորստի դեպքում աշխատանքային ստաժի հաշվառման համար անձը նախ պետք է դիմի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որոնց կողմից մերժում ստանալու դեպքում միայն անձը կարող է դիմել նոտարին եւ կամ դատարան իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար։ Հարկ է նկատել, որ թեև օրենսդրորեն ուղղակի սահմանված է, որ դատարան իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով հաստատելու այդ փաստը, նշելով բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, այնուամենայնիվ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դատարանները իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման նոտարական կարգը սպառելը եւս դիտարկում են որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պարտադիր նախապայման, իսկ բոլոր այն դեպքերում, երբ անձը չի սպառել իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման նոտարական կարգը, դատարանները վերադարձնում են դիմումը։ Կա նաև այդ պրակտիկայից տրամագծորեն հակառակ դատական եզակի ակտերի օրինակներ եւս, դրանք ոչ հաճախ հանդիպող են, ուստի հաշվի առնելով որոշակիորեն արմատներ գցած ընդհանուր պրակտիկան եւ քաշքշուկներից խուսափելու համար առաջարկում ենք մինչ դատարան դիմելը սպառել նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման նոտարական կարգ։ Սահմանադրական հետազոտությունների կենտրոնը պատրաստել է առանձին տեսանյութ եւ ուղեցույց, թե ինչպես վերականգնել քաղաքացիական կացության ակտային գրանցումը, որոնց կարող եք ծանոթանալ հետեւյալ QR հղումով մուտք գործելով։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ կայացվել է քաղաքացիական կացության ակտը վերականգնելը մերժելու մասին որոշում, կամ օրինակ աշխատանքային գրքույկի կորստի դեպքում աշխատանքային ստաժի հաշվառման համար անձը մերժում է ստացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավասու մարմնից, ապա տվյալ դեպքերում արդեն կարող է գործարկվել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման նոտարական կարգը, որը օպերատիվ է եւ արդյունավետ։ Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման արտադատական կարգը սահմանված է նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով։ Ըստ այդ օրենքի նոտարի կողմից հաստատվող փաստերի շարքին է դասվում ի թիվս այլնի անձանց ազգակցական հարաբերությունները, ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության, մահվան գրանցումը, իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելիությունը, բացառությամբ իհարկե անձնագրի եւ զինվորական փաստաթղթերի, սեփականության իրավունքով գույքի տիրապետումը։ Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումը պետք է պարունակի առաջին նշում առ այն, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը։ Երկրորդ, դիմողի կողմից պատշաճ փաստաթղթ ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ։ Օրենսդիրը նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար սահմանում է պարտադիր նախապայման, այն է,
Օրենքի 81 էդ առաջին հոդվածի 5-րդ մասի համաձայն նոտարն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, երբ դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, օրինակ Հայաստանի Հանրապետության արտադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից կամ այլ համապատասխան իրավասու մարմնից ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը։ Օրինակ առկա է քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության արտադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության որոշում։ Նոտարը կայացնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտ, նաև եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստը անվիճելի է։ Վերոնշյալ պահանջները պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը։ Օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն այն անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան։ Կա նաև այլ տարբերակ, երբ անձը որոշի ընտրել ոչ թե նոտարական գործողությունների կատարումը մերժել բողոքարկելու, այլ ընտրի իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման դատական կարգը։ Նոտարը կայացնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ նոտարական ակտ, եթե ներկայացված փաստաթղթերը կամ վկայի ցուցմունքը բավարար են իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար։ Եթե հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստը բխում է ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից կամ վկայի ցուցմունքից։ Եթե բացակայում է նյութաիրավական նորմերի պահանջների հետ անհամապատասխանությունը։ Եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու կամ վերականգնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող փաստաթղթերը, կամ դրա հնարավորությունն օրենքի ուժով սպառված է։ Եթե պահպանված են օրենքի 81 պրիմ հոդվածի 4 մասի պահանջները, այն է, դիմումը պարունակում է նշում, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվում են դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ գործված փաստաթղթեր վերականգնելու անհնարինությունը հավաստող ապացույցներ։ Գայս ցուցմունք վերցնելու դեպքում, եթե պահպանվել են նույն հոդվածի 4.1 մասի պահանջները, այս մասով անհրաժեշտ է նկատել, որ վկայի ներկայությունն ապահովում է դիմողը, ընդ որում նոտարի մոտ ցուցմունք տալը վկայի իրավունքն է։ Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով, այնքանով որքանով դրանք կիրառելի են նշյալ հոդվածի դրույթների նկատմամբ։ Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով վարույթը եւ դրա առանձնահատկությունները սահմանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Օրենսգրքի 237-րդ հոդվածը փաստերի հաստատման վերաբերյալ գործերի շարքին է դասում, ի թիվս այլին նաև անձանց ազգակցական հարաբերությունները, ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության, մահվան գրանցումը, իրավունքի սահմանող փաստաթղթերի պատկանելիությունը, բացառությամբ մասնագրի եւ զինվորական փաստաթղթերի, սեփականության իրավունքով գույքի տիրապետումը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր ևս։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներով իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը քննվում են դիմողի հաշվառման գտնվելու վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում բնակվելու վայրի դատարանում բացառությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերի, որոնք քննվում են անշարժ գույքի գտնվելու վայրի դատարանում։ Արդեն նշվեց, որ օրենսդիրի դատարանի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար սահմանում է պարտադիր նախապայման, այն է համաձայն օրենսգրքի 239-րդ հոդվածի դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն ունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը։ Այս առնչությամբ կարևոր է նկատի ունենալ, որ այն դեպքերում, երբ
դրությամբ սահմանված կարգով արկայի դիմողի անհրաժեշտ փաստը հաստատելու այլ կարգ ևս, ապա դիմողը կարող է դիմել դատարան արտադատական կարգով անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու բոլոր հնարավոր եղանակները սպառելուց հետո, ներկայացնելով օրենքով սահմանված արտադատական եղանակները սպառած լինելու ապացույցներ, որոնք կդիտարկվեն իբրև դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու անհնարինությունը հաստատող ապացույցներ։ Օրենսգրքի համաձայն դիմումի նկատմամբ տարածում են հայցադիմումի համար սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով կամ չի բխում համապատասխան վարորդի էությունից։ Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում նշվում են դատարանի անվանումը, որին ներկայացվում է տվյալ դիմումը, դիմողի անունը, հաշվառման գտնվելու վայրի հասցեն, ծանոթման հասցեն, եթե իհարկե այն տարբերվում է հաշվառման գտնվելու վայրի հասցեից, այդ թվում դիմողի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմումը, ինչպես նաև դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի եւ ապացույցների ցանկը։ Դիմում նշվում է նաև այն մասին, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը։ Բացի այդ, պետք է ներկայացվեն նաև դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող համապատասխան ապացույցներ։ Օրինակ, քաղաքացիական կայունության ակտային գրանցումը վերականգնելը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Արտադրության նախարարության ԿԳՄԳ մարմնի որոշումը։ Հարկ է նշել, որ եթե դիմումը ներկայացվել է դիմողի ներկայացուցիչի կողմից, ապա դիմում պարտադիր պետք է նշվի նաև ներկայացուցիչի անձնագրային տվյալները, վերջինիս ծանոթման հասցեն։ Սույն դեպքում դիմումը ստորագրում է դիմողը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցիչի միջոցով դիմումը դատարան ներկայացնելիս ստորագրված դիմումին կցվում է նաև ներկայացուցիչի լիազորությունը հաստատող համապատասխան փաստաթուղթը, լիազորագիրը եւ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Այս առումով կարևոր է նկատել, որ Սահմանադրական հետազոտությունների կենտրոնը մշակել է նաև իրավաբանական փաստերի հաստատման դատարան ներկայացվող առավել հաճախ հանդիպող հարցերով դիմումների տիպային օրինակներ, որոնց կարող եք ծանոթանալ եւ բնականաբար ներբեռնել հետեւյալ QR հղումներով անցնելիս։ Մեր կողմից պատրաստված այդ դիմումների տիպային օրինակները հնարավորություն կտան առանց հավելյալ քաշքշուկների եւ իրավաբանական խորհրդատվության ու ծախսերի պատշաճ դիմումներ ներկայացնել դատարան։ Դրանցում պահպանված են ինչպես գործող կարգավորումների համապատասխան դիմումների համար անհրաժեշտ ձևական պահանջները, այնպես էլ բերված են անհրաժեշտ իրավաբանական փաստարկներ, այդ թվում արդյունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ ձեր դիմումների դատարանների կողմից բավարարման համար։ Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով դատարանը կայացնում է վճիռ, որում պետք է շարադրվի հաստատված փաստը։ Ընդ որում, իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ դատարանի վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար։